կահավորված մեքենաներ, ծառայությունների ընդլայնված ցանկ եւ սպասարկում հենց համայնքում։ Խնայելով քաղաքացիների ռեսուրսներն ու ժամանակը, մարտի 13-ին ներքին գործերի նախարարությունը սկսեց նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցումը։ Շրջիկ սպասարկման գրասենյակներն ուղևորվեցին Արարատի եւ Կոտայքի մարզեր, Երասխ, Զանգակատուն, Գառնի եւ Բյուրեղավան համայնքներում քաղաքացիներին մատուցելու ինչպես միգրացիա եւ քաղաքացիության ծառայության, այնպես էլ հաշվառման քննական բաժինների ծառայություններ։ Ես անձնագրի պատրաստման համարյալիկ եմ։ Առաջին անգամ եք անձնագրավորում թե ունեցել եք։ Չէ, առաջին անգամ։ Իմացա, որ սենց շրջիկ մեքենաներ կան, որ իրանք մեզ մեր գյուղում կարող են գալ ու օգնել, ոչ թե մենք գնանք, այլ իրանք են գալիս մեզ օգնում, ու տենց որոշեցի ստեղ դիմել։ Շատ լավ էր, ամեն ինչ արագ ստացվեց, թղթային հարցը թե ամեն ինչը շատ արագ լուծվեց, ոչ մի խնդիր չկար, շատ գոհ եմ։ Սա այս ձևաչափով առաջի փորձառությունն է, որի շրջանակներում փորձում ենք առավել մոտ եւ հասանելի լինել քաղաքացիներին, որի արդյունքում կմատուցենք առավել որակյալ ծառայություններ։ Քաղաքացիների արձագանքների արդյունքում կտեսնենք ինչ ծառայությունների պահանջարկ կա եւ կդիտարկենք դրանց մատուցման հնարավորությունները եւս։ Ներկայումս գործում են շրջիկ ձևաչափով 3 գրասենյակներ, որոնք ծառայություն են մատուցում քաղաքացիներին հենց իրենց համայնքներում։ Մեր շրջիկ ՆԳՆ սպասարկման գրասենյակները կահավորված են այնպես, որ մենք կարողանում ենք քաղաքացիներին սպասարկել, ինչպես հաշվառման քննական ստորաբաժանումներում։ Եթե քաղաքացին ցանկանում է հաշվառման վկայագրի կամ վարորդական վկայականի փոխանակում իրականացնել, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն մեր մատուցած ծառայությունների վերաբերյալ, ապա կարող է մոտենալ մեր շրջիկ գրասենյակներ եւ սպասարկվել։ Ընդունված դիմումների հիման վրա փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվելու են մեկ շաբաթ անց նույն վայրերում։ Մարտի 20-ից 21-ը ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի նաև Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է բարելավել հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, դրանք դարձնելով առավել հասանելի եւ քաղաքացիակենտրոն։